Ողջույն բարեկամներ, վերջապես կայացավ այդ գրողի տարած այսի 9-ի շքերթը եւ շատ բաներ անեց ջրի երես։ Շատ հետաքրքիր բաներ ջրի երես անեց, որ մենք միջ այդ նույնիսկ չէինք էլ գուշակում։ Ամենապես ես իմ համար կարող եմ ասել, որ իմ համար շատ հետաքրքիր բաներ բացահայտեց։ Գնանք սկզբից։ Եվ այսպես հասնելով նույնիսկ Մոսկվա նվաստացումների միջով անցնելուց հետո էլ նույնիսկ հանդիպում չկարացավ Պուտինի հետ։ Այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին էլ ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է։ Լավ։ Իր շեֆն դրա Ռուսաստանում ինքը Ռուսաստանը մեղադրում է հիբրիդային պատերազմի մեջ, շատ հետաքրքիր է։ Պուտինն հասցրեց Նիկոլա հարցնի Պուտին ցածա ինչ ես հիբրիդային պատերազմ կազմակերպում իմ դեմ։ Տես ես սովոշան նման վազելով գալիս եմ ոտերի տակ։ Այս եթիմի նման մեն անկյունները մերժված, օտար։ Բայց դու իմ նկատմամբ հիբրիդային պատերազմ ես իրականացնում։ Ինչու՞։ Բնակատաբար այս բան չեր հարցնի Պուտինին, որովհետև իր նախաձեռնությունով այնքը գնում, աշխարհը չի գնում, Ալիևը չի գնում, բայց ինքը վազում է։ Նույնիսկ վազելուց մեկ օր առաջ իր սեփական խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է այդ նույն երկրի գործակալը լինելու մեջ։ Այս մասով մենք այսօր լսել ենք շատ հետաքրքիր հյուրի, իսկ հիմա դուք անակնկալ եք գալու։ Այնպես որ մի քիչ սպասեք։ Ինչ ստացավ Պուտինը Փաշինյան Նիկոլը գնալով Մոսկվա։ Մենակի կդիմավորեց ադրբեջանցիներին, ադրբեջանցի այդ երաշմակոչված գումարտակին, չգիտեմ դրանք զորքային չէ գումարտակային զիվիլը։ Դիմավորեց իրանց։ Հայաստանից ոչ մեկ չէր գնացել։ Իր մամլու խոսնակը ասաց, որ այդպեսին է եղել մեր որոշումը, որ Հայաստանի զինվորները պետքա չգնան հաղթական շքերթին։ Թարգմանեմ ինչա եղել։ Ալիևն ասել է, այս տարածքում մենակ ես ունեմ հաղթական զինվոր։ Եղավ իմ զինվորներն են, որ քայլելու են որպես հաղթական զինվոր։ Դու չես կարողանալու, չպիտի հայ զինվորը երևա հաղթանական զինվորը, որովհետև քո զինվորը պարտված է, նույնիսկ եթե ասենք դու այսքան մարշալ ես տվել։ Մեղմ ասած, եթե դու նույնիսկ այսքան մարշալ ես տվել, բայց քանի որ այսօրվա Հայաստանը դու ես ներկայացնում քո երկրից որպես հաղթական զինվոր, պիտի չերևա։ Դու պիտի գնաս, գլուխ տաս իմ яшմային, իմ դերոցի շաստեն, այն яшմային, որ մեր 18 տարեկան տղաները ուղղակի սատկացնում լսում էին Արցախի ձորերը։ Եվ այդպես էլ եղավ։ Գնաց այդ որփոնտերը, գնաց գլուխ դիմավորեց яшմային, Հայաստանից ոչ մեկ չներկայացավ այնտեղ։ Անես չի որ ես երազում եմ որ հայ զինվորը պետքա քայլի Կարմիր հրապարակով։ Չէ, թող դա իմ որոշումը լիներ, թող իմ երկիրը ներկայացված չլիներ, թող իմ զինվորը չքայլեր։ Բայց դա եղել է Ալիևի որոշումը, ասել է դու պիտի գնաս։ Բայց քո զինվորը պիտի չգնա, դու պիտի գլուխ տաս իմ զինվորներին, որ այդպես էլ եղավ։ Իսկ նույն ժամանակ Ալիևը գնաց Շուշի։ Ալիևը գնաց Շուշի, ինչ են արել Շուշիում։ Ասեմ, նոր բազմամտակարային կոմպլեքս են կառուցում Շուշիում, թող կառուցեն, թող ճանապարհներ կառուցեն, թունելներ կառուցեն, ինչ կա թող կառուցեն, մեկա վերջում տալու են։ Հա։ Մսկիթ, առողջարան եւ այլն։ Ինքը գնում է որպես իր երկրի տեր, տեսեք նույնիսկ ասում, իր երկրի տեր։ Ալիևը մեր թշնամին է, բայց ինքը իրեն պահում է որպես իր երկրի տեր։ Գնում է իր պատկերացած իր Շուշին, առողջարան բացելու, մսկիթ բացելու, բազմապատական շենք բացելու, Հայաստանի ներկայացուցիչը, որը մեր ներկայացուցիչի, գնում է իր թշնամի երկրին պարադ ընդունելու Մոսկվայում։ Հետն էլ ընդերից հայտարարում է, որ հակառակ բոլոր թշնամիներին մեր Ադրբեջան ու Հայաստան էլ պատերազմ չի լինելու։ Այսինքն դու ինչ է նշանակում, ոնց չի լինելու, ով է քեզ խոստովանել։ Երկու տարբերակ կա պատերազմ չլինելու, կամ դու արդեն
պայմանագիր ունես, չնայած ինչը նշանակում Թուրքիայի հետ ունենալ պայմանագիր։ Դու չունես։ Եթե ունենալ էր, դա ոչ մի բան չէր նշանակում։ Կամ դու ունես ուժեղ բանակ, որը կարող է կանխի ցանկացած ոտնձգություն, կամ ուսենց ես պատկերացնում, տանկ, որ պատերազմ չլինի։ Ինչպես դու վախացնելով ամբողջ գյուղացիներին Տավուշում, սպառնալով պատերազմներով, տվեցիր նրանց տուն տեղը, ամեն ինչ, որ իբր պատերազմ չլինի։ Այսինքն ես ավելի հակված եմ, որ քո հայտարարությունը նշանակում է հետևյալը, որ Ալիևը ինչ ուզես պիտի տանք, որպեսզի պատերազմ չլինի։ Ես ուրիշ բան Փաշինյան Նիկոլի ասացի տակ չեմ կարող պատկերացնել։ Եվ այսպես ամեն ինչ արեցին, որ այս հաղթանակը, այս եռատոնը վերածեն ընդամենը երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակի հարգանքի օր։ Ու սա կատակ չի։ Խնդրում եմ նայեք այս տեսանյութները։ Խաղաղության ուղերձ եւ բոլորի շնորհավորում եմ նաեւ այսօրվա հետ կապված։ Նաեւ Շուշի ազատագրման հետ կապված։ Հարգելից։ Շնորհավորում եք Շուշի ազատագրման հետ կապված, պարոն փոխնախարար, դուք ռազմական կառույցի Բարտաշյան Պաշտոնյա եք տարիներ շարունակ։ Պատասխան չկա, բոլորին արգելված է եղել, երևում է։ Իջեցված է եղել հրաման, Շուշիի մասին չխոսա, Շուշիի հաղթանակի մասին չխոսել։ Սա Հայաստանի պաշտպանության փոխնախարարն է։ Հիշում եք 2 օր առաջ այն բանը գլխավոր շտաբի պետն էր փախնում լրագրողներից։ Դուք եք պատասխանը։ Նշել եք Շուշիի ազատագրման օրը նաեւ։ Այսօր ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության։ Ասեմ ավելի իմանաս ծնունդով ոչ մի բան, ներկայումս ոչ մի բան, ապագայում առավել եւս ոչ մի բան։ Լսում ես, աշխարհը թքած ունի քո ուղերձների վրա։ Աշխարհը նույնիսկ քո գոյության մասին չգիտի։ Պիտի ասեմ, որ տրամադրությունը տնկնի։ Աշխարհին ուղերձ խաղաղության վերաբերյալ։ Դու պաշտպանության հայկական բանակի փոխնախարարի պատասխանն է։ Շուշի անունը չի տալիս։ Սրանք Հայաստանի անունը չեն տալու։ Ես բան եմ ասում։ Սրանք պաշտպանվելու, կռվելու, որպես պաշտպանության բանակի անունը շուտով չեն տալու, որտեղ սրանց համար մենակ մի խնդիր կա, այն ինչ որ լուծում է Փաշինյան Նիկոլը։ Դա իշխանության մնալ ցանկացած ձևով։ Սրա մասին ավելի մանրամասն մեզ դեռ պատմելու են։ Ես ուզում եմ մի քիչ համբերությամբ սպասենք։ Լսենք շարունակությունը։ Եվ համերաշխ ապրելու որպես խորհրդան։ Բոլորից ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք եւ մեր գործողությունները կատարենք։ Այս անասունի պատկերացումը խոհեմը գիտես որն է։ Լուր մորթվելը։ Ինքը ուրիշ բան չի, ասում եմ խոհեմ, հենց հիշեք, հենք սրանց խոսում են խոհեմության, խաղաղության, նշանակում է պատրաստվում եք ես մորթել։ Սրանք ուրիշ բան չգիտեն, ուրիշ բառ, ուրիշ ֆորմուլա, ուրիշ դիրք չունեն։ Չեմ նեցել, են մասը գլխի կառուցվածքին նայեք։ Ինչ է կարծում, ինքը ինչ կարող աշխատել, ինչ կարող ստեղծել, ինչ բարիք ինքը կարող ձևավորել։ Հələ մասա կենսագրությունն նայեք, տեսեք ով ա եղել ինքը, ոնց է աշտել, հայտնվել պաշտպանության փոխնախարարի։ Այսինքն եթե այն ուսուցչուհին լինի պաշտպանության նախարար, սա կարող լինի, սկզբունքորեն կարող է լինի եւ փոխնախարար։ Որտեւ նախարարը նախարար չկա։ Ինչ նախարար։ Այնպես որպեսզի խաղաղություն տիրի։ Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշի ազատագրման մասին։ Մանիպուլացնում եք եւ ցանկանում եք։ Կոլման անասունին ուղիղ հարց են տալի, տավալ էդի մանիպուլացվել չի։ Կնետեք ֆրանսերենից համար։ Ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ ախր սա մենք մեր սրտում սա միշտ եռատոն է եղել, պարոն Սարգսյան։ Դուք էլ եք նշել սա, ես վստահ եմ դուք տարիներ շարունակ եկել եք այստեղ նաև Շուշի ազատագրման։ Հրաման այն ժամանակ տենց է եղել։ Հեսա վախեցած նույնիսկ տղեկ ձեր կամերան սրանց համար ու սարսափա։ Լրագրողներ ջան, դուք պետք է հասկանաք ձեր արժեքը։ Ձեր հարցերը անմեղ, ճիշտ, անկեղծ, ուղիղ հարցերը սրանց համար մեռնելիք է։ Դուք պիտի սրանց քուն ու դաթա չտաք։ Դուք հարցերը տվեք, ես բացահայտեմ իրենց մնացած բոլոր շերտերը։ Ես խնդրում եմ ուղղակի լրագրողական ձեր գործն արեք, անկեղծ, ոչ հայոյան, ոչ բան, թողեք այդ մնացածին վրա, չնայած ես չեմ հայոյան։ Անկեղծ, ձեր սրտի հարցերը տվեք, ինչի ասենց։
Ոնց կարող է հայկական բանակի փոխնախարարը վախենա Շուշի անունը տա, վախենա։ Ու թող ինքը միշտ կողքն նայի, միշտ փախնի, ասի դուք ինձ մանիպուլացնում եք։ Համար ճիշտ է։ Ում խաղաղության Ես մնամ վերջացավ։ Հուսամիակը չի։ Շուշի ազատագրման օրը ձեր սրտում կա այսօր, նշում եք այն։ Ծնունդով Արցախցի է, ծնունդը չորանար։ Ծնունդով Արցախցի է։ Ինչ ենք անելու, որ նորից երատոն լինի մեզ համար։ Այ ժողովուրդ ջան, սրանք հո չեն եկել որ հարց պատած։ Իրանց գործը, այս մեքենաները դեռ մեկ որ բազբզոց կողքես շարժը կա։ Իրանց դա է հետաքրքրում, ինչ երատոն, ինչ բան։ Որ երատոնը պահող լինեն, իրանք չեն լինի իշխանության։ Իրանց բերել են, որ երատոնը սարքեն երասուկ, բայց այդ երասուկը լինելու է իրանց տանը։ Այդ երաշտությունը հնչելու է իրանց տանը, բայց իրանք չեն լսելու։ Լինելու է դա։ Տեսեք շանակությունը։ Անդրեյ, ձեր խոսքը ասեք այսօր այդ կապած։ Մի րոպե ժողովուրդ քանից ճանապարհ գտանք։ Ճանապարհ գտանք։ Էրդողանի տեղ են ճանապարհ ուզում։ Հարցի չի կարող պատասխանել։ Պարոն Գրիգորյան, օրվա հետ կապված։ Ձեզ համար այսօր երատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Ինչու։ Որն է այսօրվա ձեր ուղերձը տոնի հետ կապած։ Ինչ առումով։ Մայիսյան ձեր ասած միատոնի արդեն Ինչ երատոն։ առումով։ Ինչի ես եկել այդտեղ։ Մարդ ասեց իմ համար երատոն չի, բա որ երատոն չի, դու ոնց կարաս Հայաստանի անվտանգության քարտուղար լինես։ Դու ո՞ր երկրի անվտանգության քարտուղարն ես։ Դու կարող լինես Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, բայց ոչ Հայաստանի։ Լրագրողն է ջան, ասեց ոչ, այդ ժամանակ պետք է ասես, բա դու ինչ գործ ունես ստեղ, մանավանդ, դու ինչ գործ ունես այդ պաշտոնում, չի վախ։ Եթե Հայաստանի անվտանգության քարտուղարի համար տոնը երատոն չի, դու ինչ գործ ունես այդ պաշտոնում։ Ձեզ համար որն է ձեր ուղերձը այս միատոնի։ Միատոնի ինչ առումով։ Դե ձեզ համար այսօր ինչ տոն է, դուք եկել եք այստեղ, որ ինչ անեք։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու։ Իսկ նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ Շուշին ազատագրածների համար։ Հիմա էլ չէ գալիս եք այդպես։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Բա ինչու՞ չեք հայտարարում այդ մասին, ինչ որ կաշկանդում կա, որ հիշեք թեկուզ։ Կաշկանդում չկա, դուք ասում եք տոնն ու հիշելը տարբեր Դե բաներ։ տոն չի։ Շուշի Տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Տակ, բա մենք 20 տարի, 30 տարի ինչ ենք տոնել։ ազատագրումը տոն չի։ Միշտ տոն է եղել մեզ համար։ Ասում եք երատոն է։ Երատոնի մասով եք ասում, երատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր։ Բայց տոն չէ, Շուշի ազատագրումը տոն չէ, կներես Շուշիկ ջան։ ում խաղաղության ուղերձ Շուշի ազատագրումը տոն չի։ Իրանք Շուշին հանձնողներն են, ոնց կարող Շուշի ազատագրումը իրանց համար տոն լինի։ Հիմա լսենք այս մյուսին։ Համար տարիներ հետո, այսինքն այս վերջին տարիներին իհարկե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո եւ դրանից հետո Արցախը կորցնելով իհարկե որոշակի ցածրացել է եւ նեղացել է այս տոնի նշանակությունը, բայց երբևիցե մենք չպետք է նսեմացնենք ոչ հաղթանակը հայրենական պատերազմում, ոչ հաղթանակը Արցախում եւ գտնվելով այսօր Եռաբլուրում մենք հարգաքի տուրք ենք մատուցում բոլոր այն հերոսներին, Ասեմ այդ հերոսները զանգել էին, ասեցին, ասա Սեյրան Օհանյանին, որ մենք ամենաբարձր ծառից թքած ունենանք իրանց հարգանքի տուրքի վրա։ Թքած ունենանք։ Այդ որ ասում եք նսեմացվել է այդ տոնը։ Ձեզ շնորհիվ է նսեմացվել։ Նսեմացվել է ընդհանրապես ամեն ինչ որ կապված է բանակի, հայ սպայի, հայ մարդու, հայ տղամարդու։ Ու դա շնորհիվ ձեզ։ Դուք հարգանքի տուրք չունեք տալու ընդհանրապես։ Մոնտեն ասում է իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք։ Ինքն հենց է խոսում, որ Արցախը կորցնելուց հետո հանգիստ, Արցախը կորցնելուց հետո չի, Արցախը դավաճանաբար հանձնելուց հետո։
համատեղ ուժերով։ Ես որ ասում եմ փոխնախարարը, այս տղեն դրանից ոչ մի բանով չի տարբերվում։ Գլխի կառուցվածքով, անցած ճանապարհով, բայց բովանդակային իմաստով ոչ մի բանով չի տարբերվում։ Ֆունկցիոնալ իմաստով առավել եւս ոչ մի բանով չի տարբերվում։ Իրանք բոլորը իրականացնում են ֆունկցիոնալ իմաստով նույն գործողությունը, նույն Հայաստանի հանձնման, Հայաստանի նսեմացման, հայկական սպայի, դերի, իմիջի նսեմացման, այսինքն Սերան Օհանյանը ինքը իրենով արդեն դարձել է նվաստացված գեներալի, չասեմ, տեսեք, օրինակ, ես չեմ հիշում հայկական պատմության մեջ որևէ գեներալի, որ այսքան բացահայտ նվաստացած լինեն, ու ինքը ոչ մի ընդվզում դրա նկատմամբ ունեցած չլինի, բացարձակապես։ Այսօր եկել է հարգանքի տուր մատուցի նրանց նկատմամբ, ում ինքը դավաճանել է։ Ինքը դավաճանել է մի անգամ 2016-ին, ինքը դավաճանել է մի անգամ 2020-ին, ինքը դավաճանում է դրանից հետո ամեն օր խորհրդարանում, ամեն օր ինքը դավաճանել է 2 տարի առաջ, երբ որ սկսեց հայաքվեն իբր, ու իրենք գիտեին ինչ էին անում։ Հետո մի հատ սեպտեմբերին դավաճանեց, այդ հանձնելու օրը, Արցախ հանձնելու օրը, հիշում եք սրանք ինչով էին զբաղված։ Եվ ընդհանրապես դրանից հետո ու ինքը դավաճանում ատենց ամեն օր, ու այսօր գնացել է տղերքի հարգանքի տուրք, տղերքն ընդհանրապես ասում են կարող եք չգալ ընդհանրապես տեղ։ Դուք արժանի չեք նույնիսկ մտնեք այդ տարածք, որովհետև ձեր ընկերներն էլ չեք ծառայել այդ կռիվանցը։ Ձեր ընկերներն եք դուք դավաճանել, դուք եք ընդհանրապես։ Իմաստավորն է, թողեք այդ մարդիկ գոնե մեռնելուց հետո հանգիստ ապրեն առնցես, էլի։ Սենց մի հատ կերպար կա։ Այդ լսեք հələ։ Ղազարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջելու, ինչ կարծիք ունեք այս մասին։ Դա իր իրավունքն է, որպես առանձին քաղաքական միավոր, ընդդիմության իրավունքն է պահանջել վարչապետի հրաժարականը, եւ ես հարգում եմ բոլորի իրավունքը, հետեւաբար իհարկե չեմ հասկանում ինչն է նպատակը եւ ընդհանրապես ընդդիմությունը ինչ է մտածում impeachment-ի։ Ինքը չի հասկացել ոնց է։ Ինչ եք ուզում Փաշինյան Նիկոլի հրաժարականը փայլուն ամեն ինչ գնում է իրավունքով։ Ինչ ձեր նպատակը չի հասկացել։ Ո՞վ։ Այդ գործընթացը սկսելուց առաջ ում վրա է հույս դնում, բայց այնուամենայնիվ այդ իրավունքը։ Գիտես, կարող է իրանք հույս են դնում բանական մարդկանց վրա, որոնք կարող զգացել են, որ այսպես այլևս չի կարելի ապրել։ Գուցե իրանք դրանց վրա են հույս դրել, միամտաբար։ Իրենց ձեռքից չես կարող վերցնել։ Ձերն է այդ իշխանությանը պատգամավորում։ Ինչ։ Ձեր վրա են հույս դնում։ Բացառում եմ, ես բացառում եմ, որ իշխանական որևէ պատգամավոր միանալու է impeachment-ի գործընթացին։ Բացառում եմ։ Ձեզ չանհանգստացրեց Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա պահվածքը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, դա կարծում եք վարչապետին հարիր դրսևորում էր, միջև անգամ վիզ կտրելու այդ ժեստ ցույց տալը, համբալ ասելը, վերընկի տեղը ասելը։ Անկեղծ ասած ես տեղում չեմ եղել եւ մի տեսակ չգիտեմ ինչի մասին եք խոսում, փորձեմ ուսումնասիրել, ձեզ լսեցիք, ինքը տեղում չի եղել, մի տեսակ ինքը չգիտի ինչի մասին է խոսքը։ Ես ինքն չեմ լսել։ Հարց պատասխանի ներկա չէ։ Հետո տեսանյութերը չեմ տեսել։ Տեսնելուց հետո Աչասն մի քանի օր դա ողողված է ամբողջ համացանցում։ Կարծում եմ համացանցում ընդհանուր առմամբ համացանցը վաղուց արդեն դադարել է դառնալ ինֆորմացիայի։ Դա ինֆորմացիա չի, դա փաստի արձանագրում է։ Եվ այսպես։ Ինչ արձանագրենք մենք, որ բացառում է, որ ամբողջ ԿՊ-ում կլինի մեկ բարոյական մարդ, որ կողմ կլինի այս ճիվաղի, այս ազգադարի հրաժարականին։ Ինչ ասում Լուսինե Բադալյանը, որ այն ինչ որ կատարվում է նորմալ է։ Ինչ ասում է Լուսինե Բադալյանը, որ իշխանության մնալու համար ինքը պատրաստ է ստել, ինքը պատրաստ է կեղծել, ինքը պատրաստ է աղավաղել փաստերը, ինքը պատրաստ է շարունակել Հայաստանի սպանդի գործը, հասկանում եք։ Հիմա մյուս կողմից եմ ուզում հարցին մոտենալ։
Լուսինե Բադալյանը օրվա մեջ ես վստահ եմ շփվում է բազմաթիվ մարդկանց հետ։ Ես դրանց մեծ մասին կարողև նաև ճանաչում եմ։ Այն հանգամանքը, որ դուք Լուսինե Բադալյանի հետ դեռ շփվում եք, ու իրան տեսնելուց չեք ասում, Լուսինե, լուլու, բա ո՞նց եղավ այդպես։ Ոնց կարող ես դու նայել կամերայի առաջ ու ստել, կեղծել, ասել, ոնց տես բան ա եղել, չեմ լսել, ես չեմ տեսել։ Դե համացած ինչ կեղտով ասես լսվել է, բայց այդ կեղտը քո վարչապետի կեղտն է։ Հա։ Հիմա սա այդ շփողները, որ լուլուին տեսնելուց այդ ամեն ինչը չեն ասում։ Չեն պահանջում իրենց որպես պատգամավոր, հաշիվ պահանջել, ես ինչ է կատարվում ես երկրում։ Ես այդ բոլորին եմ հարց տալի։ Դուք լուլուից ինչով եք տարբերվում։ Անազգանով։ Ասենք որ դուք չեք այդ ամեն ինչ անում։ Գուցե, բայց դա իմ համար բավարար պատասխան չի։ Եթե դուք տեսնում եք եւ ձեր վերաբերմունքի մեջ ոչ մի բան չի փոխվել լուլուի նկատմամբ, ինձ ներքին ձայնս հուշում է այն, որ դուք շատ նորմալ եք համարում կեղծելը, ստելը, դավաճանելը, երկից ծախելը, դուք նորմալ եք համարում, ու դուք այդ հանգամանքի հետ ոչ մի խնդիր չունեք, դրա համար ուրիշ հանգամանք կա, կարող է լուլուն հանկարծ մի բանով մեզ պետք կա, ծանոթ երկիրը, հա, եւ կարևոր հարցը այդ ձևով են լուծում, ու դուք դրա համար լուլուի նման ուրանում եք ամեն ինչ, չէ՞ որ լուլուն եւ տեսել է եւ գիտի, ես ասեմ ավելին, իրենց ժողովների ժամանակ ինքը ավելի վատ բաներ է տեսնում։ Իսկ բանը մի քիչ ավելի ինտիմ մթնոլորտում, ավելի վատ բաներ է զգում։ Լավ էլ, վատ էլ, ամեն ինչ, ինքը ավելին գիտի, քան նույնենք մենք կարող ենք պատկերացնել։ Բայց ինքն էլ չէ՞ որ ինքն էլ որոշակի բաների դիմաց լռում է, կեղծում է, ստում է։ Հիմա սրա հետ շփողները նույն բանն են անում։ Ինչու մի ակնկալիքի դիմաց իրենք էլ են հանդուրժում սուտը, լկտիությունը, կեղծիկը, ցինիզմը ու տոտալ իմաստով մեծ հաշվով։ Ով տեսնում է եւ ոչ մի վերաբերմունք չունի սա նկատմամբ adekvat, ինքը լուլուից ոչ մի բան չի տարբերվում, ոչ մի բանով չի տարբերվում։ Մենակ մի բանով է տարբերվում, որ այս պահի լուլուի տեղը ինքը չի։ Եթե ինքն էլ լիներ, նույնն էր անելու։ Նույնն էր անելու, ինչու մի ակնկալիքի դիմաց։ Այդպես է, ժողովուրդ։ Ասենց է, մարդ չի կարա հանդուրժի մի բան, որը իր մեջ չկա։ Ամեն ինչ հայելային է, մարդիկ իրար շփվում են հենց նույն պատճառով, հա, իրենց հարազատ բան են տեսնում մարդու մեջ, այդ վիբրացիաները համընկնում է Ռոբերտ Քոչարյանի բառերով ասած քիմիան, հա, այդ քիմիան իրենց մեջ կայանում է եւ սկսում են մարդիկ տենց իրար շփվել։ Այսպես որ սա մենակ լուլուի մասով չի, դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր իշխանությունների հետ կապ ունեն։ Ովքեր իշխանությունների հետ առայժմ կապ ունեն եւ շփվում են, իրենք նույնն են, նույն Նիկոլն են, նույն Լուլուն են, նույն Ալեն Սիմոնյանն են։ Հա, ու թող ոչ մեկ չզարմանա, որ ես ասում եմ, առանձնապես չներվի, հակառակ ես ուզում եմ, որ իրանք նեղվեն, ես ուզում եմ, որ իրանք լսեն, վիրավորվեն, վատ զգան, կարող է մտածելուց մի բան իրանց մեջ փոխվի։ Որտեղ իմ նպատակը ոչ թե լավամարդ լինելն է կամ չնեղացնել, չէ, իմ նպատակը երկիրը փրկելն է, այս երկիրը փրկելը առանց ճիշտ դիագնոզի չի լինում, կեղծիքի վրա, ստի վրա, հարմարվելու վրա, սրանera տակ պարկելով երկիր միջավայր չի փրկվում։ Այլանդակությունը իրատեսից վերում է ուրիշ այլանդակություն, ավելի մեծ մասշտաբների։ Այսինքն այն ինչի ականատեսն ենք լինում մենք։ Եվ այսպես, լսենք տեսնենք մեր անսպասելի հյուրը ոնց է վերաբերվում այս ամեն ինչին, ինչ որ կատարվեց այս ընթացքում Մոսկվայում։ Չզարմանաք, մեր հյուրն է Տիգրան Խզմալյան։ Բայց այս ամենը ասում եմ միայն մի բան բացատրելու համար, ժողովուրդ պետք չէ փնտրել սև կատու մուսենյակում, հատկապես եթե այդտեղ կատու չկա։ Կատուն բոլորովին այլտեղում է։ Նիկոլ Փաշինյանը փոխանակում է հիմա մեր ազգային արժանապատվությունը, մեր պետական գերագույն շահերը, որտեղ լինել Եվրոպայում դա նշանակում է ապահովել երկրի համար ոչ միայն զարգացում տնտեսական, ոչ միայն քաղաքական կայունություն, այլ պարզապես ֆիզիկական գոյություն։ Եկեք չխաբենք մեզ, այն որ 2022 թվականի աշնանը, երբ երկու օրվա մեջ 223 հայ զինվոր էին զոհվել Սյունիքի սահմանին,
երբ որ ադրբեջանցիները արդեն մտել են Հայաստանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածք, դա արդեն Արցախից էլ դուրս էր։ Եվ միայն Եվրոպական միության միջամտությունը եւ սկզբից 40, իսկ հիմա արդեն մի քանի 100-ի հասնող դիտորդների, փաստորեն խաղապահների ներկայությունը եվրոպական դրոշներով մեր սահման ուղղակի կներեսել որ Տիգրան Խզբանյանը ընդհատում եմ հիշեցնեմ որ դա արդեն մոտավորապես 3 տարի առաջ էր 3 տարի առաջ ու դեռ 3 տարի է այսքան իմանալով հանդերձ դուք Նիկոլ Փաշինյանն եք խաղացնում դուք Նիկոլ Փաշինյանի կողքին եք ուղղակի հիմա որ բանա պահ եկել ենք հիշեցնում եմ ես որ 2022 թվականի հա մտել են մեր հայկական տարածքներն են գրավես 220 հոգի հայ զինվոր են սպանել են որում նախորդ իմանալով որ հանցագործություն է լինելու հարձակում լինելու է ու ասեմ արմելին առ այսօր այդ տարածքները գտնվում են ադրբեջանցիների ձեռքում բայց պարոն Խզբալյանը շատ սիրում կշրջանցի հիմա որպեսզի ինքը պատասխան չտա բայց քան ժամանակ իմանալով հանդերձ ինչու ոչ մի անգամ այս դոշերից չեն բռնի ասել որ դու տականք չես մենք քեզ եթե աջակցում ենք ինչ որ մի հասի շուրջ բայց դու այսօր մեր երկիրը օկուպացրել ես դու սահմանադրություն ես խախտել բայց տեսեք գնաց Մոսկվա եւ մեր պարոնը դժգոհ լսենք շարունակությունը վրա դա է կանգնեցրել Սյունիքի զավթումը, դա է կանգնեցրել պատերազմը եւ դա է պահպանում խաղաղություն։ Դա այլ ոչ թե ինչ որ խաղաղության փաստաթուղթ, որը բնականաբար Մոսկվայում չի կնքվելու, որովհետեւ այնտեղ Խորամանկ Ալիևը չեկավ, նա ուղարկեց իր ասկերներին։ Իսկ ինքը շարունակում է քաղաքական միավորներ հավաքել արևմուտքում, որտեղ ոչ ինքը ուղարկեց իր ասկերներին, իսկ ինքը գնաց Շուշի։ Որպես Շուշի տեր Տիգրան Խզբանյան։ Նա վաճառում է իր նավթն ու գազը, եւ նա արեց դա չգնալը։ Դրա պատճառն էր հենց այն, որ այնտեղ գնաց Փաշինյանը։ Ալիևը հերթական անգամ թույլ տվեց Փաշինյանին կատարել կոպիտ սխալ։ Երբ որ Փաշինյանը նախապես հայտարարեց, որ գնալու է Մոսկվա, իհեճուկս ամեն ինչի, Ալիևը շատ հմտորեն վերջին պահին ասեց, իսկ ես զբաղված եմ եւ չեմ կարող գալ։ Ըստ էության ավելի զբաղված է Ադրբեջանում, քան Փաշինյանը Հայաստանում։ Փաշինյանը գնաց ազատվելու համար ազգային ժողովում խժդժություններից, քրեական չբացված կամ չավարտած գործերից, կոռուպցիայից, տնտեսական խնդիրներից, այդ ամեն ինչից նա գնաց փրկվելու Մոսկվա։ Ինչու՞, որովհետև նա մեկ խնդրանքով է այնտեղ։ Թողեք ինձ շարունակել իշխանավորել, որովհետև մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանը իր հատուկ դիվերսիոն խումբ է նշանակել Հայաստանի 26 թվականի ընտրություններին միջամտելու եւ դա գլխավորում է ոչ ավել ոչ պակաս Ռուսաստանի նախկին վարչապետ Կիրիենկոն։ Դա շատ լուրջ խաղ է եւ Փաշինյանը փաստորեն գնաց այնպես ինչպես առաջ գնում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելու համար ես կատարում եմ այն խնդիրները, որոնք ձեզ հուզում են այստեղ եւ դրա դիմաց նա ստանում է փաստորեն այդ պիտակը իշխելու։ Ասма թող քա շպրտի ինձ վրա նա ով հանգարց կասի Տիգրան Խզբալյանը սուտ ասում այո ով կասի թող սուտ ասում դու առաջինը քա շպրտի վրա նո իդեալական ասում ամեն ինչ ճիշտ ուղղակի ես հիշում եմ որ Տիգրան Խզբալյանը նույն բանն ասում էր մինչև 2021-ին ինքը կդառնար Փաշինյանի անական կալմեր համար բոլորիս Փաշինյանի ձեռք սեղմողը եւ իր արտախորհրդարանական խորհրդատուն հա հանդիպումներ հետո այս ամեն ինչը ինքն այն ժամանակ սկսել ներկայացնել որպես Փաշինյանիզմ որ սա Փաշինյանիզմ է ինքը ստե մի բան ասում դե մի բան անում սա Փաշինյան ստայլն է հիմա գիտես Բալյան Տիգրան այո դժվար է չհամաձայնվել քո հետ չէ իհարկե դու ճիշտ ես ասում բայց ախա չէ որ դու այդ բան ասում ես միշտ ու դու մի օրվա մեջ դավաճանեցիր բոլորիս ո՞ք հիմա պետք է լրագրողը փոխանական ձևեր գտներ Փաշինյան Նիկոլին արդարացնելու ինքը պետք է մի հատ հարց տար բայց բան Խզբալյան կարծեմ ես ամեն ինչ ես արդեն մի անգամ ձեզանից լսել եմ միջև որ դուք դարձաք Փաշինյանի Տիգրան Խզբալյանը
Ինչու եք հիմա նույնիսկ նույն բանն ասում։ Կամ հիմա որ նույնիսկ նույն բանն ասում եք։ Արդյոք բան չեք կարծում, որ վաղը նույնիսկ գնալու եք էլի դառնաք Փաշինյանի Տիգրան Խզմալյանը։ Կարող են հարցնել, չէ՞, բայց չհարցրեց։ Գնանք առաջ։ Նա ստանում է Պուտինի համաձայնությունը, որ Կիրիենկոն իր փողերը կստանա, կլվա, կապահովի լարվածություն, պարակտվածություն, բայց դու կմնաս իշխանության, քո 30%-ով, որին կավելացնես այդ ճարաբաստիկ օրենքը, որը կոչվում է կայուն մեծամասնության օրենք։ Միայն թե ժողովրդավարական ուժերը իսկապես եվրոպամետ ազգայնականները ներպես չգան իշխանության։ Պան Խզմալյան, փաստորեն ստացվում։ Դա ասես պարոն Խուրշուդյան։ Այո, պարոն Խուրշուդյան։ Ես կարելի ասել նաև Խուրշուդյան, Բաբաջանյան, Արամ Զավենի Սարգսյան, ոչ մի տարբերություն չի լինելու։ Բովանդակության մեջ, վստահ եմ, ոչ մի տարբերություն չի լինելու, ու այս ամեն ինչն էլ ոչ մի բան չի փոխելու։ Որ ինքը ասում է, գնացել են մի բան, մենակ իշխանություն խնդրելու, որ թողեք այս արկատան։ Եվ մենք դա մասին բոլորս էլ գիտենք։ Ուղղակի կարող էի ասել, նաև ավելացնել, ես եմ ավելացնում, ակո փոխարեն, որ հասկանալով որ Հայաստանում էլ ոչ մի բան չունի ոտքերի տակ, հենվելու, հա, գնաց Մոսկվայից դա հերթական անգամ բերելու, որ նույնիսկ դուք այլևս հիմա արգումենտ չունեք էլ իրան պաշտպանելու։ Չնայած դուք մեկ անելու եք, մեկ այս մի շաբաթ անցավ մոռանալու եք, ելին է մի հատ բան կցի դեմ ձեր դեմը, եվրոպական արտադրության մի հատ ոսկոր կշպրտի, ելի դուք սկսեք իրան նույնիսկ Եվրոպայի մասին խոսել, եւ ամեն ինչը կանցնի իր հին ու բարի ունի մեջ մտնելով։ Տեսեք, Ժորժ ջան, Խզմալյան Տիգրանը ոչ առաջինն է, ոչ երկրորդն է, ոչ էլ վերջինն է, ցավոք։ Եվ մեկ մեր պատմության մեջ բազմաթիվ ենք տեսել, շատ ենք տեսել, այդ Գեղամյաններից սկսած, Վիկտոր Դալակյաններով, Էդմոն Մալուքյաններով, այսինքն իրանք միշտ այնքան են եղել, որ այդ գնամ sense կարող է մեջբերումներ անել sense ժամերով։ Սա չի խնդիր, ելի լինելու է։ Այստեղ խնդիր ուրիշ տեղ է։ Մենք այս ամեն ինչին ո՞նց ենք վերաբերվելու։ Մենք հետ գալու շանս տալու ենք այս մարդկանց։ Մենք թողելու ենք, որ էլի մեր քթից բռնեն, խափեն, տանեն իրանց ուզած տեղը։ Ես ի սկզբանե եմ ասում, ինձ կարելի է խափել։ Ես շատ վստահում եմ մարդկանց, բայց դա կարելի անել մենակ մեկ անգամ։ Ինձ կարելի է նույնիսկ նեղացնել, որտեղ ես բաց եմ արզատների համար, բայց դա էլի կարելի է անել միայն մեկ անգամ։ Չկա երկրորդ դա ձեր մոտենալու բան, նույնիսկ, չգիտեմ, բայրակդարով չեն կարող մոտենալ նույնիսկ, հա։ Հիմա ես մեզ են բոլորից եմ հարցնում։ Մենք ունենք տեղ տալու, ես մոռացեք Խզմալյան Տիգրանի մասին։ Ցանկացած մեկին, որ արդեն մեկ անգամ, առնվազն մեկ անգամ դավաճանել անես։ Սա մեր ընտրությունն է։ Ես քալոշ չեմ անում, չեմ ասում սրան չընտրել, նրան չընտրել, նրան չվստահել ես, անուններ չեմ ասում, որտեղ այնքան շատ են, նորից եմ ասում։ Շատ են։ Մեր ապագան կախված է ուղիղ մեր սկզբունքայնությունից։ Մենք կոտրել ենք, շպրտենք մեզ մի անգամ դավաճաներին, թե չէ, հիշում եք ով էր ասում, Ժան Ռենոն էր ասում, կարծեմ, ասում էր կտրի ձեռքերը թեկուզ, բայց դավաճանի ձեռը մի անգամ քեզ դավաճանի ձեռը, երկրորդ անգամ մի սեղմի։ Հիմա այս մեր վիճակի արդյունքը ուղիղ դրա արդյունքն է, այս մեր վիճակը, հենց դրա արդյունքն է, որ մենք տեսել ենք աշներովս մեր գլխին ինչ են անում, էլի վստահել ենք։ Եթե մենք ուզում ենք ուրիշ արդյունք, մենք պետք է փոխենք։ Ես չեմ ելի նույնիսկ ֆիքսվում, հա, պարոնի վրա կամ պարոնների վրա։ Մենք պետք է նայենք մեր շուրջը։ Այս մարդիկ կենսաբանությունով մեզ խափել է թե չէ։ Մեր մոտ մեզ մոլորեցել է թե չէ։ Եթե թեկուզ մեկ անգամ մոլորեցել է, մեծ խաչ վրեն սենց։ Գտեք նորը, չկա ոչ մի բան մի արեք, ավելավա ոչ մի բան չանեք, ավելավա ոչ մեկին ձայն չտակ, ոչ մեկին չաջակցեք, կան այս մանիպուլյատորներին։ Այս մանիպուլյատորներին, դա կլինի լրագրող, դա կլինի քաղաքական գործիք, դա կլինի քարոզիչ, ինչ ուզում լինի, չի կարելի։ Մեկ անգամ խափելուց հետո, մեկ անգամ դավաճանելուց հետո, տապանականը դիրվելեն ու քայլելով գնա։ Սա իմ խորհուրդն է։ Մնացածը ձեր գործն է, անցնենք առաջ։ Խնդրեմ։ Այն որ ասում էր
Ռուսները իրենց գործիքներն ունեն, հա, օգտագործելու են, բաններ էր ասում, չէ, այն Ալեն Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանն էր ասում։ Հիմա տեսնենք այդ ինչ գործիքների մասին է խոսքը։ Նայեք։ Գյումրիում այսօր երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյակը նշում էին ավելի շատ ռուսական ներկայությամբ։ Վաղ առավոտյան ռուսական զինվորական թաղամասից բազայի զինծառայողներն ու Գյումրիում ապրող ռուսները քայլերթով հասան Մայր Հայաստան հուշահամալիր։ Քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան համատեղ տեխնիկայի ցուցադրություններ կազմակերպել։ Իսկ գլխավոր միջոցառումը Գյումրիի քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան համատեղ էին կազմակերպել։ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսի խոսքից հետո Գյումրիի քաղաքապետը ելույթ ունեցավ, բայց ոչ թե հայերեն, այլ ռուսերեն։ Կոմունիստական ժամանակների ոճով գրված տեքստը Ղուկասյանը ընթերցեց, աչքը չկտրելով թղթից։ Это не просто часть мемориального комплекса. Չարժե առաջ գնալ։ Չարժե առաջ գնալ։ Ուզում եք այս մի պահ տեսանությունենք, օրինակ։ Իսկ սա արդեն Երևանում է։ Օրինակ նայեք մարդկանց քանակությունը։ Ու մեկ էլ էս դեմքը նայեք, իրենց գո։ Սա Ռուսաստանի դեսպանն է։ Կպիրկինը։ Արփեցողը, նայեք։ Ինչու՞, նայեք։ Ես տեղ հոգևորականներ տեսա, ճիշտ ասած։ Ես դանել եմ ուզում անդրադառնամ։ Դե եթե հոգևորականները սրանց ձեռքից մեդալ են ստանում, իրենց պարադերին ինչի պետք է չլինեին։ Հա, ինչի օրինակ։ Դուք նայեք։ Տեսնում եք, սա է սպառնալիքը։ Ոչ թե Սարմանի այն կողմեն թուրքը, սա է սպառնալիքը։ Ու սա այսքան բանից հետո, այսքան բան տեսնելուց հետո մենք սա ունենք Հայաստանում դեռ։ Ոնց։ Այդպես Պավլիկին էլի։ Բոլոր նշանավոր հերոսներին գնդակահարվել են ռուսների կողմից ժողովուրդ։ Ով խփեց Թաթուլին։ Ով խփեց Արտուրին։ Սիմոնին, որ մեկին թվարկեն բոլորին, երբ ես Շուշի նստած էի ժողովուրդ, 260 տղա էր նստած, ամենակամակոր ընտիր տղաները։ Սրանց մասին ոչ մեկ չի խոսում, դռնա դատվածի է, քառատվածի։ Մեխում դրանը վառում էին, այ ժողովուրդ, այդ դու սիրելի ռուսը։ Ժողովուրդ ուզենք թե չուզենք, ես իմ մահվան բոլոր տեսակները սիրում եմ, բայց ամենաշատ վախենում եմ այս ժան մեռել լնելուց։ Մեռիր այնպես, որ մահը ծառայե հայրենիքից։ Ես ուզում եմ էդ անել։ Ես Սա նայենք։ Սա չեղավ։ Ռուսներն են եկել անել։ Ռուսները ադրբեջանցիների հետ։ Իրանց այդ գեներալները, գնդապետները, չգիտեմ, գիշերեր, մութեր, չիմացանք պարզ զվանիները չիմացանք ինչ էր, նշանը, տարբերանշանները։ Եկան, բա պիտի հանձնվեք, սա հանձնել են, մնացել եք դուք, վերջի մարդն եք։ Նայեք, ասում ենք, չդիմ սադրանքների չգնալ, ես մեկ, պիտի հանձնվեք։ Զինաթափած հասախը, գնում եք, հասնեք ձեր տներին, ճիշտ է, հիմա ասենք ձեր գյուղը մարդկանց տարհանել են, մարդ չկա գյուղում։ Կգնաք Ստեփանակերտ, մի երեք օրից կվերադառնաք, այդ զենք զինամթերքն էլ հանձնում ենք ու սեիս կտանեն երևի Հայաստան, ես մեկ։ Մեզ ռուսներն են եկել անել։ Ու այսքան բանից հետո սա հոգևորականներով, երեխեքով, դհոլներով ոնց յոտ։ Ես ոչ մի ազգի հետ խնդիր չունեմ։ Ես հիմա հարց եմ տալի, այսքան բան մեր գլխին արել են։ Սա։ Նիկոլա Սաուլը սրանց ներկայացուցիչներին հայոյում է, էլի վազում է սրանց շեֆի մոտ։
Մենք այսքան բան տենալուց հետո Սա իրականացնում ենք մեր քաղաքում, մեր հոգևորականներով, երեխեքով։ Լավ, ես վստահ եմ, որ այս բոլորը վճարվել են, որ գալիս են, սրանք դժվար է մտածեին, սրանք ոնց է լինելու, երբ հա լինելու այդ պարադը գնան այս շոկին, քայլ են, հա։ Դա չեմ հավատում, բայց նույնիսկ փողով այսքան մարդ կարել էր հավաքել Երևանում, հա։ Սա ռուսական գոտի է, փաստացի։ Սա դրամաներ կոպերկինը դեպքով է մանգալի։ Այս դեմքով է մանգալի, իրավունք ունի դեմքով մանգալ։ Այս ինքը բայց սա համար աշխատե, չէ։ Ցույց է տալ հեննային։ Այս տեսած շեֆ փողերը որտեղ է ծախսվել։ Տեղը հասենայի, սաղ չեմ լափել։ Այս դեմքով, այս քաղաքի իմն է։ Տենում ես այս մարդիկ, այս իմ ազդեցությունն է։ Ընտրություններ կլինի, միտինգներ կլինի, ինչ ուզում ա լինի։ Մենակ ինքը չի։ Ամբողջ նախկին իշխանություններին վերցրեք իրաց մեդիաներով, բաներով, բոլորը պատկանում են սրանց։ Ու այսօրվա այս շքերթը վերեց ապացուցելու, որ մենք շատ խորը հապկի մեջ ենք։ Շատ։ Զումսայել լսեք։ Какая проблема у евреев и армян? Хочу напомнить, если не знаешь историю нашего народа, что именно армяне спасли. Это же царь. Իմ ասում եմ, ինչ խնդիր կա հայերի ու բաների մեջ։ Ինքը ներկայացնում է որպես հրեա։ Պուտինի պրոպագանդիստն ասում է, հայերի թագավորն է փրկել հրեաներին։ Давид был тогда, да? Тигран. Царь Тигран был, к которому пришли евреи. Там 300 семей, там по-разному говорят. И армяне нас приняли. Տիգրան մեծն է փրկել իրենց կոտորածից։ 10,000 հրեա բերել Հայաստան։ Փրկել։ Ու հրեաները շատ լավ են ապրել Հայաստանում։ Բան Եղեգնաձորի կողմերը նույնիսկ այդպես շրջագայելու ժամանակ ես հրեական գերեզմաններ եմ գտել։ Իրանց ամեն ինչով իրանց սիմվոլիկաներով հրեական գերեզմաններ կան, հրեական գյուղեր էլ արել։ И мало этого, хочу тебе сказать, что армян есть иногда справедливые вопросы к нам, к евреям. Смահայերը մեկ-մեկ արտադացի հարցեր ունեն մեզանից են բաղանում։ Что касается младотурков и трагедии армян. Когда именно советское правительство, в котором было много представителей нашей национальности, подписало позорный договор. Ասում են սովետական, բայց ռուսամոլներին եմ ասում, այս ամեն ինչ էս պարադով հիացողներին ասում եմ, ռուսական սովետական իշխանությունն է, որտեղ կային շատ հրեաներ, ստորագրել այդ խայտարակ համաձայնագիրը, տեսնենք, որ համաձայնագիրի մասին է խոսքը ասում խայտարակ, который очень тяжелый удар нанес по Армении. որը շատ մեծ հարված էր Հայաստանի Это тоже было какого там 20-го года? Значит, с начала 18-го года, когда Троцкий ասում 20 թվականին էս պատասխանում ասում, չէ, ասում մի հատ 18-ին է եղել, երբ որ Троцкին քանդեց ամբողջ ռազմաճակատը։ Развалил Кавказский фронт, и турки вступили уже в Восточную Армению, Российскую Армению, резню там устроили. Ասում մտան Հայաստանից ցեղասպանություն իրականացնել։ Երկրորդը 20 Третий это же Кавказский договор. Ղարսի պայմանագիրը։ Նույն Մոսկվայի պայմանագիրը։ 21-го. Поэтому вы поаккуратнее. Դամա ասում դուք շատ բան եղեք։ Какая проблема у евреев? Սա իրանք են ասում, սա ես չեմ ասում։ Այդ իշխանությունը, այս բոլշևիզմը ի սկզբանե ռուսական, մեր պետության անեց հատակից քանդել ամեն ինչով։ Ու այսօր քանդում է։ Որ մենք հանկարծ այն բան կա, չէ, ոչ մի հապ չլինի այն կիսա ինվալիդ մարդը, որ վերականգնելի, այսինքն անեց հարված են տվել հաշմանդամ սարքելու համար պետականությանը։ Ու չեն թողում, որ դու այսօր, եթե նույնիսկ վերականգնվելու փորձեր ես անում, ինչպես Արցախյան ազատ մարդը առաջինը, չէ, կանգնացնում են, որ դա քթեիցդ բերեն, քո տշնամուն այնքան զենք կտան, ձեռնդ կկապեն, որ դու միշտ մնաս հաշմանդամ։ Հետո կնշանակեն քեզ մի հատ ճիվաղա նման Նիկոլ, հա, որ ստորի նման ոտերի տակը թավալ գա, որ ասեն, հետո իրաց պարադը անեն, ասես մանգան ասեն, այսի մեր տարածքն է, այսի մեր տա, դուք այսքան իմանալով հանդես, դուք պիտի ստորանաք իմ առաջ, այս է ռուսական քաղաքականությունը, եթե սա մեկին ձեռք է տալի, հաճելի է, ես խնդիր չունեմ իր հետ, հա, սադոմազոխիզմի մասնագետ է կամ սիրահար, ինձ դա դուր չի գալիս, բացարձակապես դուր չի գալիս, ես անկախ մարդ եմ,
Ես ինքնուրույն ապրելու մտածել եմ սիրում, հա, ինձ ռուսական սապոգի տակ ապրելու հեռանկարը ընդհանրապես մանավանդ որ այդ սապոգը աջունոտ է միջև վերջի խազը մասա նայեք ասում եմ Ռուսաստանը չի ազատագրել սա պատմաբան չի ազատագրել Եվրոպան ասում եմ երկրորդ համաշխարհային պատմության ժամանակ ասում եմ 2/3-ը Եվրոպայի ազատագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգներն եւ Բրիտանիան 1/3-ը գրավել է սովետական միությունը ասում եմ հենց գրավել է որովհետեւ չի ազատագրել որովհետեւ ազատագրել նշանակում մարդկանց տալ ազատություն հա ազատագրելու մարդկանց տալ ազատություն ասում եմ երբ որ մեկն ասում է Հայաստանը ազատագրել են ռուսները հա իբր 14 թվականին կամ 15 թվականին կամ չգիտեմ այդ Կովկասեն եկել գլուխները պատին են տալի Հայաստան ազատագրել նշանակում է ազատեցի տու մարդկանց ազատություն ունեղ անկախություն ոնց որ եվրոպական երկրները ստացան արևմուտքի կողմից Բրիտանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից բայց այս արևելյան մասը որ սովետը գրավել էր դա ինքը սարքեց սովետական ստդուկների բազա նույն Չեխոսլովակիան Լեհաստանը Գերմանիայի կեսը ոչ մի ասում եմ դրանք ոչ մի ազատություն չեն ունեցել այն ինչ որ այդ Հունգարիայում կատարվել Չեխոսլովակիայում կատարվել դա մենք տեսել ենք այն բանը սոսկալի կոտորածը որ իրանք Լեհաստանում են արել այդքան գրաբանից գերի վերցնելուց հետո ամբողջ էլիտային ոնց որ թուրքերն են արել այր այդ ամբողջ էլիտային զինվորական եւ մնացած մտածող բոլոր մարդկանց բերեն կատինի անտառներում գնդակարեն ու թաղեն հասկանաք դա պատմություն է հիմա ես գիտեմ որ շատերի պապերը մասնակցել են այդ պատերազմին այսօր լիքը նկարներ եմ տեսել որ իրանք հպարտանում են իրենց պապերով ես իրենց մի բան կառաջարկեմ ես հարգում եմ ձեր զգացմունքները ազգային ասենց ասեմ ազգակցական բայց այդ նկարները տարածելուց եւ հպարտանալուց առաջ երևի ճիշտ կլներ հետաքրքրեք ձեր պապը որտեղ է ծառայի եւ որ թվին որտեղ չի բացառվում ինքն էլ ծառայեցնի այն զորքերում որ 39 թվին մտան ասենք Արևմտյան Ուկրաինա, Բեսարաբիա, Լեհաստան գրավելով գնում էին կոտորելով հետո ինչ հավաքել են բերեցին լսեցին անտառները գնդակահարեցին կարող է իրանք էլ են գնդակահարողները որ ռազմական հանցագործություններով մտել են բանը Եվրոպա 44 թվականից հա գերմանացիները երբ որ մտան սովետական միություն արդեն մտան այդ իրանք սարսափել էին գիտեք ինչ իրանք չէին պատկերացնում իրանցից ֆաշիստներ կա որտեղ որ քաղաքները մտնում են տեսնում են բոլոր բանտերից իրանք բաներին ինչ այդ ձերբակալվածներին չեն տեղահանել չեն տեղանել սաղին գնդակարներ լցել են թողել են բանտերը հասկանում եք ոչ գյուղը չեն կարողացել էվակուացնել մարդկանց թողել են բայց ինչքան ուտելիքի պաշար կա վառել են ոչնչացել որ մարդիկ է սովից մահանան ընդեր նույնը արել էին բանը Սանկտ Պետերբուրգի հետ հասկանում եք ես կարող եմ հասկանալ ձեր ազգակցական բաները չգիտեմ էլի այդ հապարտությունը եթե դες կարելի ասել բայց մի հատ ուշադիր եղեք էլի ձեր պապերն ինչ են արել ես չեմ ուզում ուղիղ մեղադրանք ներկայացնել ձեր պապերին չէ դրանք կատարել են հրաման մեկը կարող է ընդհանրապես հրամանել չի կատարել մեկը կարող ուրիշ տեղ է կռվել հա բայց այն որ սովետական զորքերն են արել թե Ֆինլանդիայի ճակատում թե Լեհաստանի ճակատում հա թե Բեսարաբիան գրաբելու ժամանակ դա ցեղասպանություն է եղել այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմը սկսել են սովետը այսինքն մեր բոլորի պապերը ու ֆաշիստները իրար Գերմանիան իրար հետ են սկսել այդ պատերազմը ու 41 թվականն էլ իրար հետ պարադ էին անում այս նույն տեղը բանի հրապարակում բայց մայիսի 1-ին նույն Կարմիր հրապարակում 41 թվին ամբողջ Եվրոպան արյան մեջ կորած էր սովետն ու Ռուսաստանը պարադ էին անում իրար հետ ժողովուրդ ջան չի կարելի սովետական դասագրքերով 21-րդ դարաշրջան 2025 թիվն է պոստեր գրել, բաներով հապարտանալ, ավտոպիլոտ ապրել, դա շատ վտանգավոր բան է։ Ես հասկանում եմ, որ մարդկանց համար դժվար է հետ նայել, կարող է հիասթափությունը խորին լինի, դա անխուսափելի է։ Եթե ուզում ես ճշմարտությունը իմանալ, պետք է հիասթափություններ պատրաստ լինես։ Բա մենք ո՞նց ենք այդ ամեն ինչի մեջով անցել։ Այնպես որ ձեր պապերի
Արածներով հպարտանալուց առաջ կարելի է նայել։ Իմիջիայլոց Բաբաջանյանը հետաքրքրվել եք ում տանկային բրիգադն ա մտել Հունգարիա, Չեխոսլովակիա։ Լսած նայեք, սա Ռուսաստանն է։ Ծնվածովանից պատրաստում են, որ քո գործը մերդելն է։ Մայրերի գործն է սքալն է, սկոպալ են բեմադել։ Լուրջ, եթե մեկը սա մեջ առողջ բան է տեսնում, իրան լուրջ մի անգամից բժշկի է պետք գնալ։ Եթե մեկը սա մեջ առողջ բան է տեսնում, երբ ոչ մի վտանգավոր բան չի տեսնում, ուղիղ պետք է գնալ բժշկի մոտ, առանց նեղանալու։ Այն լրագրողի միանցով կալանավորեցին։ Հետաքննող լրագրողի միանցով Լիլիթին Աղեկյան։ Պատկերացնեք։ Սա ազատության մեջ է, սա կամերաների առաջ մարդ ծեծող ազատության մեջ է, լրագրողը բանտարկվեց։ Այն ոստիկանները, որ քաշքշում էին, խփում էին այդ կնոջը, ազատության մեջ են, լրագրողն է դատապարտված։ Լրագրողներ ջան, բոլոր դուք հասկանում եք, չէ՞ որ սրան գնալու են, մենք ապրելու ենք, մենք մնալու ենք։ Մենք այս երկրից ոչ միտեղ չեն գնալու, այսինքն այս երկիրը մերն է։ Նույնիսկ իրական չի դու ֆիզիկապես մարդ որտեղ է։ Հիմա ես ֆիզիկապես Հայաստանում չեմ, բայց Հայաստանը համարում եմ իմը։ Լիլիթի խնդիրը մեր բոլորի խնդիրն է։ Եվ ընդհանրապես ցանկացած հայ մարդու խնդիր, որ Արտուրը Չախոյան, Լիլիթը, ցանկացած մեկը, այն աղջիկը, որ խփվեց, սպանվեց փողոցում, ոչ մեկ պատասխան չտվեց։ Այսինքն, եթե դու իշխանության ներկայացուցիչ ես, կարաս փողոցի մեջտեղ մարդ սպանես, կարաս կամերաների առաջ խմբակայի մարդ ծեծես, եւ դու բանտ նստող չես։ Եվ սա մասին չի տեսնում, չի խոսի կյանքում Խզմայլյան Տիգրանը, բայց որ գնաց ամոթ էր, մենք խայտարակ եղանք Եվրոպայի առաջ։ Գլորի տեղ խայտարակ եղավ Տիգրան Խզմայլյան։ Դու վաղուց ես խայտարակ եղել, ոգի քեզ երևի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի։ Խայտարակ ելնում են մարդիկ այն ժամանակ, երբ որ տենում են մի բան, իրենք ուզում են ասել, իրենք հասկանում են, որ պետք է մի բան ասել, բայց վախենում են խոսել։ Կամ մտածում են արժի, որ ես խոսամ, սկսում են ծանր ու թեթև անել, բազար անել, սեփական բարոյականության հետ։ Այ դա է ամոթը։ Այ երբ որ մենք ազգովի հասկանանք, որ անբարոյականություն դա ամենամեծ հարանն է, որ կարող է մեր վրա լինի, ոչ թե աղքատ լինելը, ոչ թե կուսակցական լինելը, ոչ թե սրանդակողմնակից լինելը, ուղղակի անբարո լինելը։ Սա կլինի փրկության ճանապարհ, քանի մենք անբարոյականությունը խառնում ենք քաղաքականության հետ, անբարոյականությունը խառնում ենք ոնց դիվանագիտության հետ, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում։ Դա անհնարին է։ Մեր մեջ լինելու են միշտ ծեծուտողներ, միշտ ծեծողներ անպատիժ, սա այս ամեն ինչը անբարոյականության արդյունքն է։ Որովհետև միշտ անբարոյականները հավաքում են մի կողմի վրա, այն մնացածներ քիչ թե շատ բարոյականները մնում են փոքրամասնության մեջ։ Դրանց ուզեմ կարելի է եւ ծեծել, եւ սպանել, եւ մեքենայի տակ գցել, եւ իրաց տաները ծախել թուրքերին, ամեն ինչ կարելի է որ նշանակում։ Այս նկարին նայեք։ Սրանք մեր վրիժառուներն են։ Նայեք ինչ։ Ոսկի տղամարդիկ։ Ես չեմ ուզում ասեմ երիտասարդներ, էլ մտնայեք։ Ոնց որ բանն է մեր մտավորականների շերտը, Երանի սենց լինեն մեր մտավորականների շերտը։ Ոնց որ մեր վերնատունը լինի։ Երանի թե այդպես լինի։ Միայն սենց եմ ես պատկերացնում հայ մարդուն։ Կիրթ, բարեկիրթ եւ միաժամանակ սկզբունքային։ Պատժելու ունակ։ Հելոք տղամարդ իմ համար այդպես կատեգորիա գոյություն չունի։ Չգիտեմ, թող գնա
ուրիշ բանով զբաղվեի։ Ես նույնիսկ չգիտեմ ինքը ինչով կարա զբաղվի։ Տղամարդ ու խելոքություն դա մի քիչ այն էլ մեր պատկերացումով խելոքություն է։ Տղամարդը պետք է բարոյական լինի ու սկզբունքներ ունենա ու պատրաստ լինի պաշտպանել այդ սկզբունքները։ Իսկ եթե մարդը պաշտպանելու ունակ չի սեփական սկզբունքներն ու արժեքները ու ինքը խելոք է համարվում, դա խելոք չի, գառ է ուղղակի։ Ոքի այսօր չեն մորթել, վաղը կմորթեն։ Էս է տարբերությունը։ Որտեղ այդ մեկը էլի Սերյան Օհանյանի մասին գրում է, ինչ է այդքան նեղու մարդ, բարեկիրթ մարդ է, ինքը կուլտուրական, հա ինքը նրանց նման չի։ Տեսեք, բարեկիրթ լինելը չի նշանակում լինել հանդուրժող։ Բարեկիրթությունը դուք հասկանում եք, այդ Աստված, բարեկիրթությունը դա սեփական արժեքների նկատմամբ հարգանք ունենալն է, մեջը մտնում այդ բարեկիրթությունը։ Ոչ մեկ չի ասել, որ եթե բարեկիրթ ես, դու չես կարող ինքնապաշտպանվել։ Կարելի է բարեկիրթության սահմանների մեջ անենց ինքնապաշտպանվել, հա, դիմացինին անենց պորտատեղադրում անել բարեկիրթության սահմաններում, հա, որ փշուր լինի, առանց հայոյանքի, առանց բարձր ձեների, առանց կոպիտ խոսքերի, բարեկիրթության շրջանակներում, այ ինչպես էս տղեկն են, հիմա այս տղեկից մեկին կարելի է ասել ինքը բարեկիրթ չի, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, այ սա է իմ պատկերացած հայ տղամարդու, հայ մարդու կերպարը։ Եվ բնականաբար այս տղամարդկանց կողքին ես կանայք կլինեն պաշտպանված, կզգան գոնե պաշտպանված ու երջանիկ։ Եվ վերջում մի փոքր լսենք։ Կնիքը, այսպես սկսեմ։ Ես օրինակ մի երգ գիտեմ, ձայնագրել եմ Հայրիկ Մուրադյանից։ Շատ հետաքրքիր երգ է եւ հետաքրքիր է, որ իր վրա կրում է իր ժամանակի կնիքը։ Այսպես միշտ չի լինում, որ կարող ես ասել, որ սա տարավ 10-րդ դար։ Ոնց կարող է երգը ժամանակի կնքի չէ։ Ինչպես Ալինա Փարնևանյանը իմ դասախոսներից է, Աստվածյան երկար կյանք տա։ Մի կարողացել է հավաքագրի եւ խմբագրի այն ամեն ինչը, ինչ որ Հայրիկ Մուրադյանը կարողացել է վերհիշել, հա, գտնել, վերագրել։ Լսենք։ Երգը այսպիսին է, փորձեմ ներկայացնել։ Տաղım տեսիմ խայերեն, մեկլե տեսիմ արաբկերեն, վայլե մեկլե տեսիմ ասուր կերեն, խամով դարդով ումբրինչ տանիմ մրկայիրի ցակյո դարդեն։ Մի մասը երկար ծորուն, հետո արագացավ, հետո նորից դանդաղեց եւ այսպես շարունակվում է բազմաթիվ տներով, բայց ամենակարևորը մի տաղ ասում է հայերեն, նույն տաղ ասում է արաբկերեն, արաբերեն, մեկն էլ ասում է ասորերեն, ոչ քրդերեն է ասում, ոչ թուրքերեն է ասում։ Այսօր տարավ, երբ որ մենք Ասորեստանի հետ կապեր ունենք, 10-րդ դարից առաջ, չէ՞։ Վերջ իր վրա կնիք ունի այս երգը, ուզես չուզես։ Այսինքն մի հատ երգ, մի հատ սովորական անմեղ երգ, եւ արդեն ինքը ցույց տալի ոչ թե ոչ միայն երբ է ստեղծվել այդ երգը, այսինքն դարաշրջանի իմաստով կարելի է հիշել, այդ երբը երբ որ Հայաստանում Ասորեստանի եւ արաբների հետ, ասենք մոտարապես ինքը շփման մեջ է եղել։ Այսինքն այդ երգը կարող է միայն այդ ժամանակ ծնվել։ Ես ինչի դերես ես սա։ Սա մեր գանձն է, սա մեր գանձն է, սա մեր մշակույթն է։ Նույնիսկ պարտադիր չենք երգենք, սա իմանալը արդեն։ Իմանալը մարդու մեջ փոխում է սեփական անձի նկատմամբ անկալումը։ Լսեք, տեսեք ես ընկերը ոնց է հիացած։ Գժվում ես։ Ու գժվում ես, որ մենք 21 դարից առաջ, չէ՞։ Հա։ Վերջ իր վրա կնիք ունի այս երգը, ուզես չուզես։ Գժվում ես։ Ու գժվում ես, որ մենք 21-րդ դարում ոնց այդքանի դարի միջոցով ոնց եկավ հասավ։ Ոնց եկի հասել, ու ինչ սիրուն է, որ երգեցիք
փշաքաղվեցի։ Ոնց որ հայրիկը երգում էր, ես էի փշաքաղվում։ Հայրիկը երգում էր, երբ որ գնում էինք տարբեր կազմակերպություններ, այնտեղ Մաթեոս Մուրադյանը ֆոլկլորի մասին դասախոսություններ անում, հետո հայրիկը սկսում էր երգել, բոլոր հավաքվածները լաց էին լինում։ Հա, լաց կնեմ, ինչ կանեմ։ Գիտեք ինչ են լաց եղել։ Ոչ թե երգերը տխուր են եղել, չէ։ Ամեն մեկի մեջ արթնացել է հիշողության գենը, զգացողությունը։ Գիտեք, օրինակ բան կա, չէ՞։ Եթե տան մեջ գործիք ունեք, գիտար, դաշնամուր կամ ջութակ, եթե դու գնաք, ասենք, դաշնամուրի սեղմեք մի հատ կլավիշ, որը ասենք սոլն է, հա, սոլ նոտան սեղմեք, որը գիտարի վրա, ասեմ նախավերջի լարն է, ներքևից։ Կզգաք, այս սոլը ընդեղ վիբրացիա է անում։ Դուք գիտարին ձեռ չեք տվել, դուք դաշնամուրի խփել եք սոլը։ Գիտարի լարը դիստանցիայով սկսում է շարժվել։ Սա կոչվում է վիբրացիա։ Օդի տատանումը համընկնում է այն ձգած գիտարի լարի հաճախականությունը, ինքը կանգնած է, ինքը չէ շարժվում, բայց այս ամպլիտուդան եկավ, կապավոներ սիգնալների շարժվել։ Սա կոչվում է հաճախականություն։ Սա կոչվում է նույն լադի վրա լինելը, որ մենք ասում ենք, մենք նույն լադի վրա ենք, կամ մենք նույն տոնի վրա ենք։ Այս մարդիկ լացել են, որովհետև այդ երգը եկել կպել է իրանց տոնին։ Մենակ այն հանգամանքը, որ մենք սկսենք մեզ ճանաչել, դա բերում է սեփական անձի արժևորմանը, դա փոխում է մարդու ինքնադրսևորումը, այդ սեփական արժեք իմացող մարդը երբեք չի ասի ռուսին մեծ եղբայր, չի հասկանա ոնց կարող է ռուսը իրան լինի մեծ եղբայր։ Այս երգը որ կար, Ռուսաստան չկար, ժողովուրդ, ռուս ազգել չկար։ Այս երգը կար։ Այս եկել հասել է մեզ, ես չեմ ասում նվաստացնելու համար Ռուսաստան կամ ինչ, սրա մասին չի խոսքը։ Սա սեփական արժեքը իմանալու մասին է։ Միայն սեփական արժեքը իմացողը գնահատողը կարող է ուրիշ մեկ մշակույթ կարողանա գնահատի։ Մարդ որ մշակույթ չունի, սեփականը չունի, չի գնահատում։ Նա ուրիշին էլ ունակ չի։ Դրա համար են թուրքերն ամեն ինչ ավիրում, որովհետև սեփականը չունեն։ Իրանք չգիտեն ինչա նշանակում խաչքար տաշելը։ Դա համար որ խաչքար տենում են, քանդում են, հասկանում եք։ Ոչ թե խաչքարը այնքան գեղեցիկ է, այնքան տգեղ է, որ իրանց ներվայնացնում է։ Չէ, իրանք չունեն մշակույթը սիրելու, ստեղծելու, որ դա գնահատեն։ Դա համար մենք որ գնում ենք ուրիշներ, ասենք, չգիտեմ, ճարտարապետություն են տանում, մենք ենք սկսում, ասենք, ասին սիրուն է։ Գիտեք ինչ է, սիրուն մեր տեսակ, որտեղ մենք արդեն համեմատելու բան ունենք։ Համեմատելու բան ունենք, սեփականը ունենք, այս էլ տեսանք, համատեցինք, ասեցինք, էս էլ է սիրուն, ուրիշ ձև է։ Հա, ուրիշ ձև է, ճիշտ ասենք, մեր եկեղեցիների նման հանգիստ չի ասենք կաթոլիկ եկեղեցիները, շատ մեծ է, շատ ճոխ է, սիրուն է, բայց մերը կարող այդքան սիրուն չի, բայց մերը հոգևոր է։ Բայց դու դա երբեք չես կարող իմանալ համատել, եթե դու չունես քոնը, չես գնահատում քոնը, չես ճանաչում քոնը։ Դրա համար այս բոլոր ճիվաղների գործունեության առաջի ակյունակալը ինչն է եղել, վերացնել մեր ինքնաճանաչման բոլոր հնարավորությունները, վերացնել, քանդել մշակույթը, կտրել սփյուռքի հետ կապերը։ Առաջի բանը, որ սրանք արեցին 18 թվականին, հիշացնեմ, սրանք փակեցին մշակույթի նախարարությունն ու սփյուռքի նախարարությունը։ Հետո սկսեցին փոխել պատմությունը, այսինքն իրանք այն ժամանակ ես որ տեսա իրանք ինչ են անում, հարա, դուք եկել եք հիմնովին քանդելու, որտեղ այդտեղից է սկսում ժողովրդի պատմությունը, այդտեղից է սկսում ժողովրդի դիմագիծը, այդտեղից է սկսում կամ վերջանում ժողովրդի դիմադրողականությունը, որտեղ ազգային արժեքներն է ժողովրդի դիմադրողականությունը, իմունիտետը, եթե ազգային արժեքը չկա, այս ժողովուրդը որպես ժողովուրդ իմունիտետ չունի, նա ասենց սիրուն կարող է տեղավորվի ցանկացած մշակութային բանում, տարածքում, ու վերանա, լուծվի վերանա։ Մենք դա ունենք, դրա համար որտեղ ուզում ես գնա, աշխարհի
որտեղ ուզում ես գնալ, ես մենակ իմիջիալով Թայվանում չեմ տեսել այ։ Ես բայց երբ լավ ման չեմ եկել, ընդամենը մի 2 ամիս է այնտեղ։ Կարող լավ չեմ ընտրել, դա համար չեմ տեսել։ Ես վստահ եմ անպայման կլինի։ Որտեղ ուզում եք գնացեք, կա ինչ որ հայկական օջախ, հայկական միջավայր, ու դա չի վերանում։ Ինչի չի վերանում։ Որտեվ դա իմունիտետն է մարդու։ Իսկ այն ազգերը, ես Նյու Յորքում եմ ապրում արդեն 5 տարի է։ Ես կարող եմ ասել, որ օրինակ իտալացիների երկրորդ սերունդը իտալերեն չի խոսում։ Վրացիների երկրորդ սերունդը վրացերեն չի խոսում։ Թույլ է իրանց իմունիտետը, ոչ թե իտալացիները վատ ազգ են։ Թույլ է։ Իրանք կարողանում են իրենց բանով մնալ իրենց տարածքում։ Ասում են, իրենց տարածքում իրանք կարող են լավ մնալ։ Գալիս են ուրիշ տեղ ընկան, այն էլ իտալացու նման պատմություն եւ արվեստ ունեցող ազգը, երկրորդ սերունդը էլ չի խոսում։ Ես սկսում եմ իրանց իմամ իտալացի, ես սկսում եմ իտալերեն իրենց խոսալ, ես ասում են անգլերեն, մենք չենք խոսում։ Իսկ մենք մեր հատես չի։ Իսկ սրանք ամեն ինչ անում են, որ դա քանդեն, որտեղ եթե կարողացան դա քանդել, նշանակում է մենք արդեն քանդված ենք։ Մնացածը տեխնիկական հարց է արդեն։ Զուտ տեխնիկական։ Այս բոլորի պայքարը հայ մարդու դեմ է։ Որ պայքարի օջախը ամենակեղտոտ Հայաստանում է դրված հայկական կառավարության ձևով։ Ես չէ ուզում ասես ծանր թեմայով ավարտեի, բայց մենք պետք է իմանանք, որտեղ եթե ասում եմ, ես ինֆորմացված ես, ուրեմն զինված ես, ուրեմն կարող ես նաև պաշտպանվել։ Սա է ասել ուզում ասեի։ Մի մոռացեք տարածել, գրեք ինչ եք մտածում, եւ կիրակի օրը եւ մենք հարց ու պատասխան կունենանք։ Այս ժամը նախորդ կասեմ։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։